Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժն այս գիշեր ավելի ինտենսիվ է կրակել։ Ազատությանը փոխանցեց գյուղի բնակիչներից մեկը, նշելով, որ շուտով 1 ամիս կլինի, ինչ ադրբեջանցիները գիշերը 10:20-ից մինչև լուսաբաց կրակում են։ Դա ասենք ժամ-ժամին կրակում, հիմա գիշերից ավելի շատ է եղել։ 21-ից ստացած մինչև հիմա էլ կրակում են ամեն օր նույն ժամերը։ Բոլորն էլ գիտեն, ինչ եք անում, ոչ մի բան։ Ժամերն էլ արդեն ֆիքսել են, հա, ոնց որ բնակիչները գիտեն։ Հա, 10-ից սկսում եմ մինչև առավոտ ժամ 6-ը։ Այն վերևից հարցրուտես մեզանից ինչ են ուզում այդ ժողովուրդը։ Բան հանգստանում եք, մենք ջանդամ, բա երեխաները ինչ անել։ Բայց ով է մտածում մեր գյուղացու մասին։ Ոչ մեկը։ Երեխաներն էլ չեն, արդեն քնում, ասում են, սպասեք տեսնախ կրակոցների ժամն է։ Տեսնախ կրակում են, նոր գնանք պարկենք։ Ոնց ենք ապրում, եթե տենց եք ապրում։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը չհերքելով կրակոցների փաստը, դրանք հիմնականում ոչ թիրախային եւ անկանոն է գնահատում։ Կրակոցների 4 շաբաթների ընթացքում 2 անգամ են տեղեկացրել թիրախային կրակոցների մասին, որոնց հետևանքով վնասվել էր Խնածախի մշակույթի տունը եւ բնակիչներից մեկի տունը։ Ընտանիքի հետ շուրջ 1 ամիս ադրբեջանական կրակոցների տակ ապրող խնածախցի կինն իշխանություններին հորդորում է քայլեր ձեռնարկել, որպեսզի մարդիկ իրենց տներում հանգիստ ապրելու հնարավորություն ունենան։ Վերևը պիտի մտածի ցավ տանը մենք ինչ անենք, ասի անենք։ Իսկ ինչ եք ուզում, որ վերևները ինչ անեն, ինչ եք ուզում իրենց Ինչ անեն, կրակը դադարեցնեմ, մենք մեր գյուղում ապրենք, ինչ ենք ուզում, եք ուզում, խաղաղություն եք ուզում։ Խաղաղություն եք ուզում, ցավը տանեմ, քաղաքը ինչ կա, ես գյուղն եմ ուզում ասեք, թե թող մեր տունը նստենք ապրենք, բայց իջել չեն թողում։ Մի խաղաղություն եք ուզում, ժողովուրդ ինչ են ուզում, ոչ շուտ է։ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում եւ նոր պատերազմ չի լինելու։ Չնայած Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական կրակոցները չեն դադարում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդանի ամբիոնից վստահեցնում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև էսկալացիա չի լինելու։ Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի եւ պատերազմի մասին։ Վարչապետի այս հայտարարությանը զուգահեռ ամեն գիշեր կրակոցների ձայները հաշվող խնածախցիներն ահազանգում են, մարդիկ սկսել են դուրս գալ գյուղից, ովքեր մանկահասակ երեխաներ ունեն, հեռանում են Գորիս կամ Երևան։ Դե հենա դուրս են գալիս, էլի կամած օրը 2-3-ը գնում են, դե ինչ պիտի անեն։ Ուր են գնում իսկ Խնածախից։ Խնածախից կամ Երևան, ուր են գնում։ Բա այդպես գյուղը չի դատարկվի։ Դատարկվալ այս, դատարկվի։ Իսկ դպրոցը գործում է, երեխաները գնում են դպրոց։ Հա, դպրոցը, հա, գնում են, մանկապարտեզը դպրոցը գործում է, դե գնում են։ Դպրոցում քանի երեխա կա։ Մեր գյուղի պահ օրերին եղել է 500 աշակերտ, հիմա 50 աշակերտ էլ չկա, դե 10-ը հա արդեն գնացել է, տակ ինչ ամացա։ Խնածախցի մեկ այլ կինով 2020-ի 44-օրյա պատերազմից հետո է Արցախից տեղափոխվել այս գյուղ, պատմեց, որ մարդիկ անհանգիստ են, ամեն մի թեթև աղմուկից մտածում են, գուցե ադրբեջանցիներն են, ոմանք արդեն իրենց անասուններն են վաճառում գյուղից հեռանալու նպատակով։ Ասորեն գյուղում ամեն մեկ թխկոտ, արդեն նախենում ենք այդ պահին, թեկուզ օրից է եկող։ Ասենք մեկի տանը մի բան են շարժում, փայտ են կտրում կամ քարա անգնում պատից կամ մի բան, թվում է թե արդեն իրանք են շնամիներն են։ Ժողովուրդը արդեն անասուններն են ծախում, էժան գնով։ Ինչի։ Դե բա տեղափոխվել են ուզում, երեխաները վախենում են։ Կրակոցի ձայներից փոքր երեխաները վախենում են։ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Խնածախ գյուղը շրջապատված է ադրբեջանական դիրքերով, ընդ որում այդ դիրքերից մեկը գյուղի տներից ընդամենը 200 մետր հեռավորության վրա է։